Կանխիկ եւ անկանխիկ վճարումների դեպքում տարբեր գին առաջարկած թորխանութը դեկտեմբերի 18-ից փակ էր եւ մինչեւ դեկտեմբերի 22-ի երեկո չի աշխատել։ Պատճառն ըստ ամենայնի Նիկոլ Փաշինյանի ցուցումն էր։ Ինչ է նշանակում Երևան քաղաքի կենտրոնում վարչապետի աշխատակազմը գնա առևտուր անի, ասի դե գիտես ընկեր ջան, սենց ա մեր մոտ։ Ուրեմն եթե սենց անեք, սենց կանեք, փակեք այդ խանութը։ Խանութը արդեն բաց է, ասաց Ռեդսթորի աշխատակիցը, իսկ հարցին, թե ինչու կայքը չի աշխատում, պատասխանեց. Տեխնիկական խնդիրներին առաջացան, ներկապահին աշխատում են, կարող եք տեսնել։ Այլ հարցերի աշխատակիցը հրաժարվեց պատասխանել։ Ընկերության սեփականատերը եւս դեկտեմբերի 22-ին տարածած հայտարարությունում չմեկնաբանեց խանութի փակման պատճառները, միայն ընդգծելով, որ նրանց նպատակն օրենքի շրջանակում գործելն է։ Իսկ օրենքի շրջանակում են գործում պետեկամուտների կոմիտեն եւ քննչական կոմիտեն։ Տնտեսվարողի նկատմամբ նման դեպքում ըստ օրենքի որպես վարչարարություն կիրառվում է տուգանքը ՊԵԿ-ի որոշմամբ։ Մինչդեռ քննչական կոմիտեն Փաշինյանի հրահանգից հետո հենց նույն օրը կապարակնքել էր խանութը։ ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել, որում բացատրում է խանութը դեռ 2024-ից էր իրենց ուշադրության կենտրոնում։ Դեռևս 2024 թվականի սեպտեմբերին իրականացված համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տվյալ ընկերությունը ստվերային շրջանառության արդյունքում չի վճարել 95.7 միլիոն դրամ հարկային պարտավորություն։ Իրականացվել է նաև թեմատիկ ստուգումներ, արձանագրվել է 5.8 միլիոն դրամի չափով տուգանք, որից 4.2 միլիոնը այս տարի։ Այս ընթացքում վարչապետի աշխատակազմը շարունակում էր գնումներ կատարել խանութ սրահից։